Ոտքեր ճոճելը շատ տարածված է, հատկապես պատանիների եւ տղամարդկանց շրջանում։ Ես նույնիսկ երջանկություն եմ ունեցել տեսնելու մի տղա երկու ոտքը միաժամանակ էր ճոճվում եւ մենք բոլորս այդ բազմոցին նստած ճոճվում էինք։ Սա նույնպես այսպես այդ տագնապայնության նշան է, այս շարքին է պատկանում, թե սա այլ պատմություն է։ Ես ձեր նկարագրած դեպքը ավելի շատ երևի կբնութագրեմ որպես սովորություն եւ մենք կարող ենք հասկանալ, որ մարդը որ գտնվում է դիսկոմֆորտի մեջ, ես չեմ կարծում, որ ինքը իր տանը հաճելի միջավայրում, չգիտեմ, իր անկողնում պարկած մի հետաքրքիր ֆիլմ նայելով կամ հաճելի երաժշտություն լսելով ոտքը ճոճի, ինքը դա անում է այն իրավիճակներում, երբ որ կա լարվածություն, երբ որ ինքը սպասում է, երբ որ կա անորոշություն, երբ որ ինքը նոր միջավայրում է, որոշակի կաշկանդվածություն ունի, ինքը նույնպես այդ շարժումով փորձում է իր այդ էմոցիաները հանել